Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հարուստ հավաքածուն օրերս համալրվեց մեծարժեք նվիրատվությամբ։ Մինաս Ավետիսյանի ոչ այնքան հայտնի ողբ 1915 գեղանկարով, որը երբևէ չի ցուցադրվել եւ անգամ նշված չէ նկարչի գործերի ցանկում։ Կտավը Գերմանիայում բնակվող Հախնազարյանների ընտանիքի սեփականությունն էր։ Գեղանկարը 25 տարի առաջ մի հավաքորդից ձեռք էր բերել ճարտարապետ Արմեն Հախնազարյանը, որի հավաքածուում սա Մինասի միակ գործը չէր։ Իր հավաքածուում կարևոր տեղ ուներ հենց Մինասի այս ստեղծագործությունը, դեպ ասեմ, որ իր հավաքածուում եւս երկու այլ նկարներ են եղել, այսինքն միակ այս ստեղծագործությունը չի եղել, որ նա ձեռք է բերել։ Ըստ կնոջ հաղորդած տեղեկությունների նկարը ձեռք է բերվել 2000-ականներին եւ այդ ժամանակից ի վեր գտնվել է Երևանում իրենց բնակարանում։ Այսինքն Հայաստանի տարածքից նկարը դուրս չի եկել։ Այժմ Արմեն Հախնազարյանի այրին գերմանուհի Մարգարետ Հախնազարյանն ու դուստրերը Թալինն ու Շարիսը Արմեն Հախնազարյանի եւ նրա ընտանիքի բարեկամ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի խորհրդով որոշել են այն նվիրել Ցեղասպանության թանգարան ինստիտուտին։ Ընդունված կարգի համաձայն, մանավանդ երբ խոսքը նման մեծարժեք գործի մասին է, անցկացվել է փորձագիտական քննություն, որի ընթացքում նաեւ կտավի գունաշարի նմուշառումից ստացված արդյունքով հաստատվել է, որ այն պատկանում է Մինաս Ավետիսյանի վրձնին։ Ցավոք ժամանակի ընթացքում կտավը որոշակիորեն վնասվել է եւ վերականգնման կարիք ունի։ Պարզվում է, որ կտավը երկար տարիներ հակառակ երեսով գլանաձև փաթեթավորված է եղել, ինչը վնասել է եւ տեսնում ենք, որ ներքի վրա որոշակի խնդիրներ կան, այսինքն ճաքեր կան եւ հետագայում արդեն գրանցման գործընթացը անցնելուց հետո նախատեսում ենք տալ վերականգնման։ Մինասի կտավն իր տեղը կգտնի թանգարանի ցուցասրահում, որն այժմ վերանորոգվում է։ Նորոգումից հետո ողջ 1915-ը կտեղադրվի ցուցասրահի մուտքի դիմահայաց կենտրոնական պատին։ Նունե Ալեքսանյան, Հովանես Քյուրքչյան, լուրեր։